Ողջույն սիրելիներս, այսօր ձեզ եմ ներկայացնելու կարմիր պղպեղով նախուտեստ իմ ամենասիրելի տարբերակով։ Ահա այսպիսի պղպեղներ եմ ընտրել, փոքր չափի պղպեղներ են, ճիշտ է բոլորը համաչափ չեն, տարբեր չափերի են, բայց ընդհանուր փոքր պղպեղներ են։ Թավան նախապես մի լավ տաքացնում ենք, այնուհետև ավելացնում ենք բուսայուղը։ Բուսայուղը այնքան ենք ավելացնելու, մինչև որ հատակի մասը նույնպես ծածկված լինի բուսայուղով։ Հիմա ավելացնում ենք պղպեղները և պետք է տապակենք, զգուշորեն ենք լցնում և կափարիչը դնում ենք վրան։ Ամբողջ ընթացքում տապակելու ենք կափարիչը փակ, բայց ընթացքում բացում ենք և շրջում ենք պղպեղները, չենք մոռանում ընթացքում անընդհատ այսպես շրջելու, պետք է բոլոր կողմերը հավասարաչափ տապակված լինեն։ Հիմա կավելացնեմ աղ, աղը այնքան ավելացրեք, ինչքան ձեր քիմքին է հաճելի, և նաև ավելացնելու եմ սև պղպեղ, իմ մոտ մի փոքր կծու է սև պղպեղը, ավելացրեք այնքան, ինչքան որ կրկին ձեր քիմքին է հաճելի։ Մի լավ խառնում ենք, խառնելուց հետո պետք է կափարիչը դնենք վրան և թողնելու ենք մնա 3-ից 5 րոպե։ Պղպեղները շատ չենք կարմրացնելու, ահա այսպիսի տեսք պետք է ունենա, շատ փափուկ չէ և շատ պինդ չէ, ահա արդեն իսկ կրակը անջատելու ժամանակն է։ Կրակը անջատելուց հետո ավելացնում ենք 2 ճաշի գթալ բալսամիկ քացախ, բալսամիկ քացախով պատրաստվածը ավելի թեթև ու շատ համեղ համ է հաղորդում այս նախուտեստին։ Եվ հիմա կավելացնենք 3 պատճ ճզմած սխտոր և այս բոլորը պետք է մի լավ խառնենք։ Այնպես ենք խառնում, որպեսզի բուսայուղը և բալսամիկ քացախը սխտորը միասին մի լավ խառնված լինեն։ Ավելացնում ենք խառը կանաչիներ, իմ մոտ համեմ է մաղադանոս և սամիտ, ահա և պատրաստ է մեր համեղ նախուտեստը, բայց չենք վերջացրել ընթացքը։ Հիմա տեղափոխելու ենք տարայի մեջ։ Հիմա այնպես պետք է դասավորենք, որպեսզի շատ ազատ տարածքներ չմնան, ուղղակի կողքերից շատ չենք սեղմում, որպեսզի չվնասենք պղպեղները, ուղղակի այնպես ենք անում, որ գեղեցիկ կերպով դասավորված լինեն։ Հիմա այսպես բոլորը դասավորեցինք և պետք է վերջում նաև ավելացնենք այդ տակը մնացած հյութը, բոլորը այսպես լցնում ենք տարայի մեջ և թողնելու եմ մնա, որպեսզի հովանա, մինչև հովանալը կափարիչը չեմ դնում, երբ որ հովանում է, կափարիչը դնում եմ և տեղափոխում եմ սառնարան։ Մի քանի ժամ անց կարող եք վայելել այս համեղ նախուտեստը, լինի մսի հետ, թե հատիկեղենի հետ, կամ ուղղակի հացի վրա այսպես դնում եք և վայելում այս համեղ նախուտեստը։ Սիրելիներս, եթե հավանեցիք, մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին և նաև սեղմել զանգակոճակին, որպեսզի ստանաք ծանուցում նոր տեսանյութերի։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով նոր ու համեղ բաղադրատոմսերով։